Մի քիչ ուզում եմ խոսենք հետևյալի մասին։ Ինչ է նշանակում չինական մեքենա գնել, եթե գնում եք անգամ ստեղի սալոններից, եթե ենթադրում ենք, որ իրանք հանդիսանում են, ես խոսում եմ ընդհանուր գաղափարի մասին, թե իրանք հանդիսանում են Հայաստանում օֆիցիալ ներկայացուցիչ, այսինքն իրանք պարտավոր են ապահովել մեքենայի հետ կապված ցանկացած հարցերի եւ մեքենայի ադապտացման հետ կապված բոլոր հարցերի լուծումները, բայց ցավոք Հայաստանում շատ մեքենաներ ներկրվում են առանց օֆիցիալ, այսպես ասած, սպասարկման ենթակա լուծումներով եւ բացի նրանից այն մեքենաները, որոնք ունեն օֆիցիալ սպասարկման գրասենյակներ եւ այլն, ավելի թանկ են, քան դրսից ներկրվող մեքենաները։ Ուստի եւ բոլոր մարդկանց խորհուրդ եմ տալիս մեքենաները գնելուց առաջ մի հատ հասկանան ինչի մասին ենք խոսում։ Այսինքն, բացի ChatGPT-ից, բացի YouTube-ից, բացի մնացած հավելվածներից, որտեղ շատ ինֆորմացիաներ շատ լղոզված է, սկսած հենց ChatGPT-ից, ինչ որ ինֆորմացիաներ կան, որոնք իրենք ենթակա են, հասանելի են եւ ճիշտ են, բայց շատ ինֆորմացիաներ շատ լղոզված, շատ ոչ ճիշտ պատկերացում են տալի մեքենայի հետագա սպասարկման եւ նրանից սպասվող հետագա, այսպես ասած, սպասարկումից ելնելով հարցեր են առաջանալու, որոնք գնորդը պետքա պատրաստ լինի նման իրավիճակին։ Ինչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ մի հաղորդման, սենց այսպես ասած, փոքր ռոլիկներով ընթացք կտանք մեքենաների մասին, կփորձեմ բոլոր մեքենաների մասին առանձին մոտենալ։ Հիմա ընդհանուր գաղափարը Չինական մեքենաների մի քանի գաղափարներ կան, որոնք ընդհանուր են։ Նախ, բոլոր չինական մեքենաներում ունենում են master account։ Ինչ է նշանակում master account։ Master account-ը դա Իրանից արտացոլում է մեքենայի, այսպես ասած, ինչպես Google-ում իա Google account-ը, ինչպես iPhone-ում իա iCloud-ը, այդպիսի մի բան, նմանատիպ բան է, որը մեքենայի հետ կապված բոլոր ինֆորմացիան արտացոլում է տվյալ մեքենայի արտադրողի սերվերի վրա եւ master account-ը ունենալու դեպքում դու ունենում ես լիքը առավելություններ։ Առաջին հերթին մեքենան քոնն է լինում, երկրորդ հերթին մեքենայի հետ կապված ինֆորմացիաները դու կարողանում ես տիրապետել, հետագա սպասարկման հետ կապված շատ հարցեր ավելի հեշտ լուծում են ունենում։ Ուրիշ հարց է, որ տվյալ մեքենայի master account-ը Հայաստանում գործում է, թե չէ։ Շատ մարդիկ master account-ը խառնում են լեզվի, մեջի application-ների, այսպես ասած, ծրագրերի եւ մնացածի հետ։ Դրանք համ կապ ունեն, համ կապ չունեն։ Գլոբալ առումով իրենք կապ չունեն, բայց բաներ կա մեքենայի մեջ, որ ակտիվանում է master account-ը ունենալի դեպքում։ Եվ մեքենաներ կա, որոնց հնարավոր է դա անցնել առանց master account-ը ունենալու։ Դա կխոսենք հետագա հաղորդումների ժամանակ։ Ուստի եւ առաջարկում եմ մեքենան գնելուց առաջ հասկանաք տվյալ մեքենայի master account-ը Հայաստանում գործելու է, թե չէ, տվյալ մեքենայի ծածկույթը գործում է, թե չէ, գործելու դեպքում ինքը ինչպես է գործում, full ամբողջովին է գործում, Bluetooth համակարգով massամբ ինչ է տալու դա ձեզ։ Դա քննարկեք մի քանի մասնագետների հետ։ Տվյալ վիդեոյի տակ կարող եք տալ ձեր հարցերը, կփորձեմ բոլոր հարցերին անդրադառնալ, հետագա հաղորդումները կառուցել ձեր հարցերի հիման վրա, որպեսզի հասկանամ ինչա ձեզ անհրաժեշտ։ Փորձեք հասկանաք մեքենայի հետ կապված ձեր master account-ը լինելու է, թե չէ։ Master account-ը տալիս է մեքենա վաճառողը, ով որ ներկրում է։ Դա իա պարտավորությունն է, ֆունկցիան է։ Այսինքն master account-ի չտալու դեպքում մեքենան թերի վաճառք է։ Սենց ասեմ, որ հասկանաք, այսինքն ինչ որ օրինակ տեղ պասպորտը չտան կամ չգիտեմ, ինչ որ տենց ինքը համեմատելի չի, բայց բերում եմ օրինակը, որ հասկանաք։ Այսինքն ցանկացած ներկրող պարտավոր է մեքենան վաճառելու դեպքում ձեզի տրամադրել master account-ը։ Ուրիշ հարց է այդ master account-ը աշխատելու է, կնստի թե չի նստի, դա հարցի մյուս կողմն է։ Դուք այդ հարցը սկզբնականում պայմանավորվեք մեքենան գնելու դեպքում, որովհետև դա շատ էական է հետագայում առաջացած հարցերի ու խնդիրներից հետագա ավելորդ քաշքշուկից խուսափելու համար։ Master account-ը տրվում է ոչ թե թղթով, տրվում է ոչ թե ֆիզիկապես, տրվում է ինքը կոդի պես բան է, որը տրվում է չինական համարի վրա։ Դրա հետագա բացելը, ինչպես անել, ոնց անել, որ լինի
կամ չլինի, դա կքննարկենք հաղորդումներում, բայց ամեն մեկը իր անձնագրով Հայաստանի ցանկացած ոք, ցանկացած քաղաքացի, եթե չունի խնդիրներ չինական, այսպես ասած, պետության Չինաստանի հետ, արգելքներ եւ այլն, կարող է ունենալ master account-ի համար նախատեսված չինական համարներ, դա մենք ապահովում ենք։ Եվ նման համարների վրա կարող է կցվել ցանկացած մեքենայի master account։ Ուրիշ հարց է, ձեր հարցերի միջոցով սկսենք քննարկել Toyota, Nissan, այսպես ասած, Zeekr, BYD այդ մեքենաների master account-ների ակտիվությունը, աշխատանքը եւ այլն։ Երկրորդը, մեքենաները, երբ որ դուք առնում եք Չինաստանից, պատրաստ եղեք, որ իր մեջ կան բրաուզերներ, որոնք նախատեսված են չինական շուկայի համար, որը մի քանի անգամ առաջ է մեր երկրից իր սպասարկման եւ ունեցած բրաուզերների օգտագործման եւ ֆունկցիոնալի միջոցով, որոնց մեծ մասը Հայաստանում ոչ բոլոր մեքենաներին, բայց մեծ մասի մոտ ահագին ֆունկցիոնալ չի աշխատում։ Դրանք լուծումները տարբեր են, էլի եմ ասում, հետագա վիդեոների մեջ քննարկենք ոնց է կատարվելու լուծումները ամեն մեքենայի հետ կապված, բայց լուծումները տարբեր են։ Ու պատրաստ եղեք, որ պետքա համակերպեք չինական մեքենաների չինական խոսալու, այսինքն այսպես ասած զանային օգնականների նախազգուշացումները չիներեն տալով, մեքենաներ կա լումա լեզուն փոխել, մեքենաներ կա ինքը ունի նախատեսած լեզու իրական էդ է դրվում, մեքենաներ կա չկա թարգմանվում է, ինքը այսպես ասած ոչ օֆիցիալ տարբերակ, այսինքն այդ բոլորին դուք պետքա պատրաստ լինեք։ Եվ սպասարկման հետ կապված, այդ ծրագրային սպասարկման հետ կապված դուք պետքա պատրաստ լինեք այդ ամեն ինչը հանգիստ ընդունելու։ Պետք չի դրանից ներվայնանալ, պետք չի դրանից վատը զգալ։ Մեքենաները իրենք որակապես չեն տարբերվում, կարող է մեքենաներ կան վատ են, կարող է մեքենաներ լավ են, բայց գնային սեգմենտով իրենք համապատասխանում են իրենց գնին, իրենց որակին, ուստի եւ ստանում եք բավականին լավ մեքենաներ լավ գնով։ Ուրիշ հարց է, որ փորձում ենք հիմա մենք, այսինքն ես, մնացած այն մարդիկ, ով զբաղվում է ծրագրային սպասարկման, մեքենաները ադապտացնեն Հայաստանի Հանրապետության եւ ռեգիոնալ շուկայի համար։ Դա հարցի հետագա քննարկման ընթացքում կունենանք։ Երրորդը կարևոր հանգամանք մեքենաների տեխնիկական սպասարկումը հիմնականում գտնվում են շատ լավ բարձր մակարդակի վրա, մեքենաները ուշ են փչանում, բայց ինչպես ցանկացած բան ունի փչանալու ոչ աշխատելու եւ այլն հարցեր, որոնք Հայաստանում դեռևս սպասարկված չեն, անգամ այն դեպքում, եթե կան օֆիցիալ շուկաներ, օֆիցիալ այսպես ասած սպասարկման կետեր, ով շուկայում կա օֆիցիալ ներկայացուցիչ, այդ դեպքում նույնպես առաջանում են հարցեր, խնդիրներ, ոչ բոլոր էլի եմ կրկնում, բայց առաջանում են հարցեր, որոնց լուծումը պահանջում է ուսումնասիրություն, այսինքն ժամանակի երկար պերիոդ է գնում, ասենց ասած ընթացք անում, որի ընթացքում փորձում ենք բոլորս մենք մնացած ուսումնասիրելով դպրոցում չկա այդ դասը, չենք անցել ոչ մեկս։ Հիմա փորձում ենք ամեն օր սովորել դրսից ստացած ինֆորմացիայի վրա, մեր ունեցած փորձերի, ուրիշների ունեցած փորձերի հիման վրա ստանում ենք ինֆորմացիա, սկսում ենք կամաց բարելավել։ Կներեք։ Ուստիև առաջարկում եմ համակերպեք չինական մեքենայի առնելու դեպքում, որ կարող են առաջանալ նման խնդիրներ։ Անպայման չի, որ չինական մեքենայի ունենան խնդիրներ։ 95-96%-ում մեքենաները շատ լավ շահագործում են, ոչ մի այլ խնդիր չեն ունեն, բայց ունեն կան մեքենաներ, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ։ Ուստի եւ խնդրում եմ մեքենաներ գնողներին հասկանան եւ ընդունեն այդ հանգամանքը։ Վիդեոյիս իմաստը շարունակական է լինելու, վիդեոյի իմաստը նրան մեջ է, որ հետագայում շփվենք բոլոր հաճախորդների հետ, հասկանալու համար ինչա կատարվում Հայաստանում, չինական շուկայում եւ ինչ հարցեր ունեն հաճախորդները մինչեւ գնելը, գնելուց հետո եւ հետագայում։ Ուստի եւ առաջարկում եմ, եթե կուզենաք, կարող եք մեկնաբանություններ թողնել մեքենաների հետ կապված հարցեր, փորձենք իրար հետ քննարկել, փորձենք տվյալ ֆորմատը շաբաթական սարքենք, ամեն շաբաթ ունենանք ինչ-որ մի մեքենա, ինչ-որ մի հարցեր քննարկենք։ Ինձ թվում է բոլորիդ հետաքրքիր է լինելու նմանատիպ ֆորմատը, դա իմ կարծիքն է, փորձենք հասկանանք, եթե ընթաց կլինի, մեծ հաճույքով կշարունակենք։ Ուստի եւ սենց ասեմ, բացում ենք այն էջը, այն հաղորդման ընթացքը, որի միջոցով մեքենաները
Չինական մեքենաների գնման հետագա սպասարկման հետ կապված հարցեր ենք քննարկելու, նրանց հետ կապված հարցեր ենք ունենալու եւ մեկնաբանություններ եւ կուրիոզներ եւ մնացած այն ամենը, ինչ կապված է տվյալ մեքենաների հետ։ Սիրով սպասում եմ ձեր արձագանքներին։